Անտալիայի ֆորումի հետ կապված տեղեկություններ կան, որ մասնակցությունն այս անգամ չի լինելու, եթե դա ոչ պաշտոնական տեղեկություններ են։ Չէ, ոչ պաշտոնական։ Ժամանակը կգա կիմանաք ով կմասնակցի, արտգործնախարարությունից կհայտնեն։ Բայց չմասնակցելու մասին որոշում չկա, պարոն Ռուբինյան։ Ինչի մասնակցելու չգնալու այդ ֆորում։ Ասում եմ, երբ որ ժամանակը գա, դեռ մի քանի օր կա, մինչև դա կտեսնենք ով կմասնակցի կամ չի մասնակցի։ Սիմոնյանին հարցը տվեցինք, հիմա ձեզ տանք, էլ ինքը գնաց։ Ռուսաստանի հետ կապված, հա, վերջին այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայ գործարարների հանդեպ համընկավ թե քաղաքական համատեքստ ունի, կոնյակի գործարանի հետ կապված, հիմա ջերմուկի գործով է վերաբացվել, հա, հայ գործարարների ջերմուկի գործով քննչական կոմիտեն գործը վերաբացել է։ Չեմ տեսել պարոն Սիմոնյանը ինչու է գնացել, բայց ենթադրում եմ, սա զուտ իմ ենթադրությունն է, որ երևի ինպես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ իրենց տերերի հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե իբր ինչ որ տնտեսական խնդիրներ կան, ոչ մի խնդիր չկա, հանգիստ եղեք։ Դե մի վարքան։ Ես էլ ձեր հարցին պատասխանեցի։ Ես էլ ձեր հարցին պատասխանեցի։ Դե ասեցի չկա։ Առհասարակ Մոսկովյան այցից հետո ռուսական կողմից թե Պուտինը, թե Օվերչուկը շատ կոշտ հայտարարություններ հնչեցրեցին, այստեղ էլ դա շարունակվեց, օրինակ Ալի Սիմոնյանն ասում էր, եթե գազի գինը թանկանա, կամ ԵԱՏՄ-ից համ հապկից դուրս եկան։ Գազի գինը թանկանա։ Չէ, մի վարքան ինչի պետք է թանկանա։ Մի վարքան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակնարկ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետք է թանկանա։ Այսինքն ակնարկ Մի վարքան, չի հնչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Մի վարքան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկվող լրատվամիջոցներ, սիրելի բարեկամներ։ Այս ներողություն, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին։ Մի վարքան, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, մի վարքան, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմիկվանից իմացեք։ Ինչ վերաբերում, ես նույնիսկ չգիտեմ դուք որ շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով է ֆինանսավորում, իդեպ շնորհակալ կլինեմ, եթե հայտնեք հիմա։ Դե հայտնեք իմանաք, հայտնեք բոլորս իմանանք, ով է ֆինանսավորում, բայց ներողություն, իմ մայրը խմբագիր չի, մի վարքան էլի, դե հիմա լսեք, ես էլ ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ չի, մի վարքան, ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր հիշատակը, իսկ հիմա լռեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել, հիմա անցանք հաջորդ հարցին, լռեք, ավարտելով թեման, ձեր այս փուչիկը, որը դուք ուզում եք փչել, թե իբր Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ կա, ես հասկանում եմ դուք ինչ եք այդ փուչիկը ուզում փչել, որովհետև օրինակ Կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել իր քաղաքական կամպանիայի մաս։ Այդ փուչիկը փչել չի ստացվում։ Իլիա, Հայաստանի հետ օրինակ ազատ են դա Տիկին Ջեբեջան կարող եք լքել բացարձակ ես չեմ եղել։ Բացարձակ չեմ եղել։ Լքված է։ Դուք էլ խնդրում եք քաղաքական դաշտը լքեք։ Ինչ ասեցիք դուք էլ խնդրում եք քաղաքական։ Հա, եթե դուք ինձ խնդրում եք այս դաշտը լքել։ Դուք չեք որ։ Ահա գիտեմ ով է որոշի։ Ժողովուրդը որոշի ով կհեռանա քաղաքական։ Այո, իհարկե ժողովուրդն է։ Ես վստահ եմ որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որպեսզի լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, իրանք ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ իմանալու են, թե լրագրողները ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հացեր են տալիս այլ քաղաքական ելույթներ, ում պատվերով են դա անում։ Այնինք մարդիկ իմանալու են, դուք կոնկրետ դուք ում պատվերով եք։ Ցուցամատով ինձ հետ մի խոսեք, ցուցամատով մի տնկեք իմ հետ մի խոսեք ցուցամատով։
Ժողովուրդը շատ լավ մեր լրատվամիջոցների միջոցով իմանալու է թե բյուջեն ոնց է մսխվում, ինչ ծախսեր են կատարում բյուջեից։ Ի վերջո դուք եք պետական բյուջեից սնվում, ոչ թե լրատվամիջոցները։ Հանրային փողերը ծախսում են, լրատվամիջոցներն են թիրախավորում։